Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, իմ անունը Ադամյան Լևոնն է, ես Պայստազորի սպա եմ։ 2020 թվականի 44 օրվա պատերազմի ժամանակ ջրականի ուղղությամբ մասնակցել եմ հայրենիքի պաշտպանությանը։ Երեկ լսեցի Օհանյան Սեյրանը, պատգամավորը, հայտարարություն տարածեց, որ հարավային ուղղությամբ պատասխանատուն Օնիկ Գասպարյանն և Նիկոլ Փաշինյանն է եղել։ Մի հատ դրվագ եմ ուզում պատմեմ, որի պատճառով մեր հայ զինվորները և հրամանատարությունը խիզաբար մարտնչել են զոհվել, խնդրելով օգնություն, որը տեղ չի հասել։ Չեմ հիշում որ օրն էր, ջրականի ուղղությամբ, ջրականից հետև խնդիր էինք կատարում, խայտեռայով, ռացիայով լսում եմ Իջևանի գնդի հրամանատար Թաթուլը, որը զոհվելուց հետո ազգային հերոս են շնորհում իրան, խնդրում է դիմացի կայանած թշնամուն հրթիռային հարված։ Հրթիռային հարվածը չեն ուղարկում մերոնք, չեն կատարում, որի պատճառով Թաթուլը գումարտակի ուժերով մարտնչում է 2 բրիգադի դեմ և հերոսաբար զոհվում են շատ մեր հայ հերոս տղաներ։ Հիմա հարց է առաջանում, Թաթուլը խնդրում է իր վերադասից հրթիռային հարված կետերներ տալիս է, ինչի այդ հրթիռային հարվածը չի եղել։ Վերադասին է վերաբերվում Իջևանի հրամանատարի Թաթուլին։ Այդ պահի իր վերադասը եղել են այն անձերը, ովքեր պատասխանատուն եղել հարավային ուղղության վրա, իր վերադասը եղել է Օնիկ Գասպարյանը, իսկ Օնիկ Գասպարյանի վերադասը եղել է ոչ թե պաշտպանության նախարարը, այլ գերագույն հրամանատարը Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ձեզ բոլորին հարց եմ տալիս. Թաթուլի զեկուցից հետո, որ թշնամին իրար դեմն է, ինքը չի կարա պայի, կետեր է տալիս, հրթիռային հարված է խնդրում, խի չի կատարվել այդ հրթիռային հարվածը։ Ով է մեղավոր։ Այդ էլ ասեմ, որ այդ հրթիռային հարվածը կատարեին, թշնամուն կայնացնեին և շատ մեծ քանակի վնաս պատճառեին, թշնամու այդ զորքը չէր բացազատվի և չէր հասնի Շուշի, ու այս կռիվը կայաներ լրիվ ուրիշ ձևով, ու մենք հիմա կլինենք լրիվ ուրիշ վիճակում։ Հարց վերադասներին, պատասխանատուներին, խի չեք կրակել թշնամու վրա հրթիռներով, երբ որ Թաթուլը, Իջևանի գնդի հրամանատարը խնդրել է հրթիռային հարված։ Շնորհակալություն, դուք պետք է պատասխան տաք ձեր չարածների համար։